Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի հոգեվոր առաջնորդները այսօր Երևանում փակ դռների հետևում կայացած հանդիպումից հետո հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որը ներկայացնելիս Մոսկվայի եւ համայն Ռուսիո պատրիարք Կիրիլ Առաջինը այս հանդիպումը շատ արդյունավետ գնահատեց։ Կողմերը հավատարիմ մնալով հակամարտության խաղաղ կարգավորման սկզբունքին հայտարարում են, որ դա կարող է տեղի ունենալ միայն միջազգային իրավունքի շրջանում եւ այդ համատեքստում աջակցում են ԵԱՀԿ Մինսկի խմբին։ Կիրիլ Առաջինի խոսքով նախկինում արդեն արված կոչերին, որոնք վերաբերում էին գերիների եւ դիակների փոխանակությանը, երեք երկրների հոգեվոր առաջնորդները այսօրվա հայտարարությամբ մեկ այլ կարևոր ասելիք ունեն Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին։ Настойчивое обращение к руководителям двух стран отвести от передовой линии снайперов с тем, чтобы не проливалась кровь людей. Հետևողականորեն կոչ են կանում շփման գծից հետ քաշել դիպուկահարներին, որպեսզի այլևս մարդկանց արյուն չթափվի եւ չլինեն զոհեր։ Ուժի գործադրումից հրաժարվելը պետք է ներառի նաեւ այս կարևոր փոփոխությունը։ Եթե արյուն չթափվի, կփոխվի բարոյահոգեբանական մթնոլորտը, ինչն էլ նոր հեռանկարներ կբացի հակամարտության խաղաղ կարգավորման համար։ Մենք աղոթում ենք, որ երկու երկրների ինչպես ղեկավարների, այնպես էլ ժողովուրդների փոխհարաբերությունները քայլ առ քայլ փոխվեն դեպի լավը։ Шаг за шагом менялось к лучшему. Այսօր ավելի վաղ ելույթ ունենալով ԱՊՀ միջկրոնական խորհրդի նախագահության նիստին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւս անդրադարձավ Ղարաբաղյան խնդրին։ Մենք ինքներս ենք պատրաստ եղել առաջին մեկնել բարեկամություն առաջարկող ձեռքը, անգամ այն ժամանակ, երբ վստահություն չունեինք, որ ստանանք համարժեք պատասխան։ Նման դժվար որոշումներ կայացնելուց հետո հիասթափությունը ինչ խոսք ուշադրությունով կարող է լինել։ Տեղյակ եք, որ մեզ ցավն է Արցախի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը։ Ասածս խոսքերն առաջին հերթին այդ խնդրի մասին էին։ Սերժ Սարգսյանի խոսքով հակամարտությունը լուծելու միակ իրատեսական ուղին Մինսկի խմբի շրջանակում ընթացող խաղաղ բանակցությունների գործընթացն է եւ Հայաստանը հետեւողականորեն շարժվելու է այդ ճանապարհով, քանի որ դրա այլընտրանքը որևէ բարիք չի բերելու ոչ մեզ, ոչ էլ հարևան ժողովրդին։ Այս հակամարտությանը կրոնական երանգավորումներ տալու բոլոր փորձերը ապակառուցողական են, ասաց նախագահը։ Այս հակամարտությունը չի կրում կրոնական բնույթ եւ դրան կրոնական երանգավորում հաղորդելու բոլոր փորձերը ապակառուցողական է։ Չի կարելի թույլ տալ, որ երկու մեծ կրոնները, քրիստոնեությունը եւ մահմեդականությունը, որոնք դավանում են մեր ժողովուրդները, փորձեն հակադրել միմյանց։ Այս կարևորագույն սահմանի առջև Հայաստանի Հանրապետության անունից վերահաստատում են բոլոր նման տարբերակները պահպանելու եւ անհրաժեշտության դեպքում վերականգնելու մեր ազնվությունը։ Ղարաբաղյան հակամարտությանն իր ելույթում անդրադարձավ նաև Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխուլ Իսլամ Ալաշուքյուր Փաշազադեն։ Սերժ Սարգսյանը սակայն հենց Փաշազադեի ելույթից առաջ, երբ խոսքը դեռ նրան չէր փոխանցվել, հեռացավ սրահից։ Նիստը վարող Մոսկվայի եւ համայն Ռուսիո պատրիարք Կիրիլ Առաջինը հայտարարեց, որ նախագահն այսօր այլ հանդիպումներ ունի եւ այդ պատճառով չի կարող մինչեւ վերջ ներկա գտնվել։ Ադրբեջանի հոգեվոր առաջնորդը հայտարարեց, թե ցավոք սրտի այսօր իրականությունն այնն է, որ ԱՊՀ-ի տարածքում, այդ թվում Կովկասում, միլիոնավոր մարդիկ ստիպված են ապրել փախստականի կարգավիճակով։ Мы полностью поддерживаем усилия руководителей государств и участников Минской группы. Մենք ամբողջությամբ սատարում ենք ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի երկրների առաջնորդների եւ մեր պետությունների նախագահների ջանքերը։ Միաժամանակ ցավոք սրտի հարկ է նշել, որ մինչեւ օրս չի կատարվել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հայտնի բանաձևը եւ Մինսկի խմբի համանախագահների երկարամյա ջանքերն էլ իրական արդյունք չեն տվել։ Конфликта реального результата пока еще не принесли. Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի խոսնակ Խաչիկ Գալստյանը մեզ փոխանցեց, որ կուսակցությունը չի կարող պաշտոնապես արձագանքել Հայազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարություններին, քանի դեռ Գագիկ Ծառուկյանը Հայաստանից բացակայում է։ Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավարը անցած շաբաթավերջին հանգստի է մեկնել Դուբայ, թե երբ կվերադառնա Խաչիկ Գալստյանը չասաց։ Միաժամանակ Բարգավաճ Հայաստանը ներկայացնող պատգամավորները տարակուսանք են հայտնում ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության նպատակահարմարության
մասին Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունների առնչությամբ։ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը մեծ զրույցում ասաց, որ դժվար է պատկերացնում այդ համագործակցությունը։ Տեր-Պետրոսյանը, հիշեցնենք, հանրահավաքում հայտարարեց, որ Հայ ազգային կոնգրեսը պետք է պատրաստ լինի լրջորեն քննարկել Բարգավաճ Հայաստանի հետ համագործակցելու հնարավորություններն ու հեռանկարները այն պարագայում, եթե Բարգավաճ Հայաստանը անկեղծորեն մտադիր է դուրս գալ կոալիցիայից եւ պայքարել օրինական ընտրությունների համար։ Վարդան Բոստանջյանը հակադարձեց, որ իրենց կուսակցությունը անկեղծ է իր բոլոր գործողություններում, իսկ ինչ վերաբերում է կոալիցիայից դուրս գալուն, այդ առումով էլ բացարձակապես խոսակցություններ չի եղել ու չկա։ Իսկ Բարգավաճ Հայաստանի հետ համագործակցելու կոնգրեսի պատրաստակամությունը Վարդան Բոստանջյանը պայմանավորում է նրանով, որ ԲՀԿ-ն ուժեղ կուսակցություն է եւ քաղաքական ցանկացած ուժ կարող է նրա հետ համագործակցելու ցանկություն ունենալ։ Մենք փորձեցինք ռեժիմի հետ, ինչպես դա ընդունված է աշխարհում, այո, համագործակցելով, այո երկխոսելով գնալ դեպի ժողովրդավարություն։ Դա ինչ է նշանակում։ Ռեժիմը պետք է համաձայնվեր Հայաստանում լեգիտիմ իշխանության ձևավորմանը դեմոկրատական ընտրությունների միջոցով։ Եվ մենք հենց այդ նպատակով պատրաստ էինք ռեժիմի հետ քննարկել այդ ընտրությունների պայմանները եւ ժամկետները։ Ռեժիմը հրաժարվեց դրանից։ Ռեժիմը այլ ելք մեզ չթողեց, քան համաժողովրդական ընդվզմամբ, ճնշումներով հասնել նրա քայքայմանը, նրա հրաժարականը, ինչպես աշխարհում բազմաթիվ օրինակներ նույնպես եղել են։ Բնականաբար այդ պայքարում պետք է օգտագործվեն բոլոր հնարավորությունները, եւ եթե ռեժիմի դաշնակիցներին մենք կարողանում ենք պոկել ռեժիմից, դա պետք է համարել համաժողովրդական շարժման հաղթանակ։ Իսկ եթե չհաջողվի, դա կհամարվի շարժման պարտություն։ Գիտեք, ես կարծում եմ այս քաղաքականության մեջ մենք անպարտելի ենք։ Ինչու՞։ Եթե Բարգավաճ Հայաստանը շարունակում է մնալ ռեժիմի կցորդը, դա նրան հեղինակազրկում է, եւ դա նույնպես շատ լավ ընթացք է շարժման համար։ Որովհետև այդ դեպքում այլևս հնարավոր չի լինի փորձեր կատարել ռեժիմի կողմից, պառակտել ընդդիմադիր ընտրազանգվածը, այն ընտրազանգվածը, որ այսօր միավորված է Հայ ազգային կոնգրեսի կողմից, պառակտել ինչ-որ ձայներ փախցնել Բարգավաճ Հայաստանի միջոցով։ Լևոն Զուրաբյանին հիշեցրեցինք, որ կոնգրեսը ժամանակին լուրջ կասկածներ ուներ, որ Գագիկ Ծառուկյանի թիկնապահները, որպես ապօրինի խմբավորումներ, ընդգրկված եղել են 2008-ի մարտի 1-յան իրադարձություններում։ Այդ դեպքում ինչպես կարող է կոնգրեսը այսօր համագործակցել այդ անձի հետ, հարցրեցինք։ Դա որևէ քաղաքական առևտրի ենթակա հարց չի եւ չի կարող լինել։ Այսինքն, եթե մենք Սերժ Սարգսյանի հետ երկխոսության ժամանակ խոսում էինք, դա դեռ չէր նշանակում, որ Սերժ Սարգսյանին մենք ինդուլգենցիա ենք տալիս մարտի 1-ի հանցագործության համար։ Դժվար է պատկերացնել, որ կարելի է ավազակապետության հենասյան հետ քանդել ավազակապետությունը։ Սա իրոք մերժելի մոտեցում է։ Խոսքը գրվում է մի կուսակցության մասին, որը ակտիվորեն մասնակցել է բոլոր ընտրակեղծիքներին 2000 թվականին, չի խորշել որևէ ապօրինությունից, ընդհանուր մինչև շտաբի ներկայացուցիչների, Լևոն Տեր-Պետրոսյանի շտաբի ներկայացուցիչների վստահված անձանց ծեծի ենթարկելը։ Մի շարք բանտարկյալների համար վիրավորական է նույնիսկ, որ այսօր դրանց հետ կարելի է ճանապարհ բռնել։ Գերխնդիրը Սերժ Սարգսյանի անձն է, Սերժ Սարգսյանից ձերբազատվելու, բայց ես չեմ կարծում, որ միայն Սերժ Սարգսյանին փոխելով երկիրը կարելի է այս իրավիճակից հանել։ Այսինքն, եթե խնդիրը դրել ամեն գնով գալ իշխանության եւ չի թաքցնում դա, մի դեպքում միայն Սերժ Սարգսյանով, մի դեպքում ընդդեմ Սերժ Սարգսյանի Բարգավաճ Հայաստանով, վաղ կարող է մեկ ուրիշի հետ։ Խնդիրը դրված է ամեն գնով գալ իշխանության, ոչ միայն քայլ չի արել ընդդիմություն համախմբելու, այլ շատ բացահայտ իր քայլերով հիմնականում պառակտել է ընդդիմությունը։ Ինչ վերաբերում է իշխող Հանրապետական կուսակցության արձագանքին, կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը ձեռնպահ մնաց մեկնաբանություններից, նա մեզ միայն փոխանցեց, որ Հանրապետականը Բարգավաճ Հայաստանի եւ Տեր-Պետրոսյանի գործերին չի միջամտում։
Ժառանգություն կուսակցությունն այսօր սուր քննադատության է ենթարկել նախագահ Սերժ Սարգսյանի շաբաթ օրը արած հայտարարությունը, անվանելով այն ոչ պետականավայել, հարձակում ոչ միայն Ռաֆի Հովհաննիսյանի ու Ժառանգություն կուսակցության, այլև ողջ ընդդիմության վրա։ Հիշեցնենք, Ռաֆի Հովհաննիսյանը անցած շաբաթ նամակ էր հղել նախագահ Սերժ Սարգսյանին եւ ազատ ու արդար ընտրություններ անցկացնելու նպատակով 15 քայլ առաջարկել։ Դրանի պատասխան նախագահ Սերժ Սարգսյանը շաբաթ օրը ասել էր, թե Ռաֆի Հովհաննիսյանը այդ առաջարկները արել է ոչ թե սրտի ցավով, այլ ցանկացել է վարկաբեկել ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու իշխանությունների նախաձեռնած գործընթացը։ Բայց ես կարծում եմ, որ մեզ ոչինչ չի խանգարելու, մենք հաստատուն քայլերով առաջ ենք շարժվելու եւ ոչ միայն ընտրություններն ենք անցկացնելու լավագույն ձևով, այլ բոլոր քաղաքական process-ները հանդարտ, հանգիստ, առանց աղմուկի, առանց ուշադրություն դարձնելու չարությամբ լցված մարդկանց, չասեմ գնահատական, որտեղ իրենք իրավունք չունեն գնահատական տալու իրենց կարծիքին, չնայած հաշվի չառնելով նրանց թույնը, հաշվի չառնելով նրանց վատ նպատակը, բացարձակ համարժեք չէր այս պատասխանը այն նամակին, որը մի քանի օր առաջ մղել էր Ռաֆի Հովհաննիսյանը, եւ հետաքրքիրն այն է, որ երբ այսպես խոսք է լինում այդ մասին, դեպի անծանոթ քաղաքականության հետ կապ չունեցող մարդկանց հետ, առաջինը նշվում է, որ սա զարմանալի է, որ այդքան կոպիտ, կոշտ եւ էմոցիոնալ գնահատական կարող էր հետեւել բացարձակապես չարությունից, նախանձից, թույնից, վարկաբեկումից դուրս, այսինքն այդ դետալները չունեցող հայտարարությանը։ Շատ պարզ է, Ռաֆի Հովհաննիսյանը կամ սահմանադրական կետերի վրա է ումարել, այսինքն որ պետք է դպրոցները, ուսումնական հաստատությունները չօգտագործվեն նախընտրական քարոզների կամ կուսակցական շահերի համար, մի պարզ օրինակ բերեմ, երբ նշում էին 20-ամյակը անկախության, մենք չկարողացանք որևէ դպրոց, որևէ բուհի դահլիճ գտնել, որպեսզի Հանրապետության առաջին արտգործնախարարով, ով մակում բարձրացրել է մեր անկախ Հայաստանի դրոշը, ուղղակի խոսել անկախության այդ ընթացքի մասին, ասում էին, որ ուրեմն չի կարելի այս հայտարարությունները, այս ուրեմն կառույցները օգտագործել քաղաքական ինչ-որ բաների համար, չնայած քաղաքականության մասին չէր խոսքը։ Բայց շատ կարճ ժամանակ հետո տեսնենք, ասենք, վարչապետը շատ լայն ժպիտով 153 դպրոցում ուրեմն ծերերին, տատիկներին, պապիկներին ու ջահելներին կուսակցական տոմսեր է հանձնում եւ կուսակցական ժողով է անցկացնում։ Խոսքը այն մասին է, որ եղբայր սահմանադրական նորմեր կան, օրենքներ կան, եկեք հարգենք դա եւ դա բոլորիս համար թող լինի։ Ի պատասխան Սերժ Սարգսյանի այս արձագանքին Ժառանգությունն այսօր հայտարարություն է տարածել, նշելով, որ նման պահվածքն ու անհամարժեք գնահատականները հարիր չեն երկրի ղեկավարին։ Դա վկայում է, որ Հայաստանի իշխանությունները չեն պատրաստվում հրաժարվել վարչական լծակները օգտագործելու, ընտրացուցակները խարդախելու, բանակն ու եկեղեցին քաղաքականության մեջ ներքաշելու եւ այլ արատավոր գործելակերպից։ Չափազանց մտահոգիչ է, որ նախագահի կողմից 2008 թվականի ընտրությունները դրական են գնահատվում եւ վկայակոչվում իբրև միջազգային չափանիշներին հիմնականում համապատասխանող, ինչից ենթադրվում է, որ կարող է լինել նոր մարտի 1, ասված է Ժառանգության հայտարարության մեջ։ Սա իսկապես ամենավերջի պահն է մնացել, եւ Սերժ Սարգսյանը այսօր պատասխանատու կրում ոչ միայն վերջին 3-4 տարիների համար, այլ ամբողջ 20 տարիների ընթացքում արմատավորված այս հորի, այս պետության հերնանիծող, պետականության հերնանիծող բարքերի արմատավորված այս ավանդույթների համար։ Եվ կարծում ինքը պետք է գիտակցի եւ փոխի այս ոճը։ Իսկապես եթե սրտացավ, այո, սրտացավ ենք։ Մենք սրտացավ ենք, ուզում ենք արդար ընտրություններ եւ խնդրեմ պատրաստ ենք դրա համար մինչեւ վերջ պայքարել։ Եթե համաձայն եք դրան, խնդրեմ մենք պատրաստ ենք միասին պայքարել։ Բայց եթե հայտարարությունը անկեղծ է եւ պատրաստակամություն կա իսկապես պետության մեջ արդար ազատ ընտրություններ անցկացնել։ Դեռ հավատում եք իշխանություններին։ Ես հավատում եմ ինձ, ես հավատում եմ մեզ, ես հավատում եմ, որ մենք չարություն չունենք, հավատում եմ, որ թունավոր որևէ բան չունենք։ Պետականություն վարկաբեկել դա հակացուցված է ընդհանրապես։ Ես հավատում եմ, որ մենք անկեղծորեն ուզում ենք դա անել եւ անկեղծորեն հայտարարում եմ բոլոր նրանք, ովքեր պատրաստ են, մենք նրանց հետ գնալու ենք այս ճանապարհով արդար ընտրություններ անցկացնելու։ Իշխանությունը, անկեղծ ասեմ, բավական է մի փոքր իր գործով թույլ տա ցույց տա, որ ինքը պատրաստ է դրան։ Վստահ եղեք, որ համախոհներ կունենա նաեւ ընդդիմադիր դաշտում։ Yes, սիրում եմ հայ։
հիմա ես սովորում եմ հայերին։ Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Հեֆերնը այսօր ճանաչողական այցով Գյումրիում էր։ Միացյալ Նահանգների նախկին բոլոր դեսպանները իրենց ճանաչողական այցերը սովորաբար ավարտել են հայ-թուրքական սահմանի ախուրիկ կայարանի դիտարկմամբ։ Ջոն Հեֆերնին հարցրի, թե արդյոք այսօր կայցելի հայ-թուրքական սահման։ I've got a busy schedule today. Getting that border open is one of my top priorities, doing what I can to help get the border open. Այսօրվա համար ես հագեցած գրաֆիկ ունեմ։ Այդ սահմանի բացման հարցը իմ աշխատանքային կարևորագույն խնդիրներից մեկն է եւ ես հուսով եմ, որ մի օր կգամ ու գնացքով այստեղից կուղևորվեմ Կարս։ And I hope to come here one day and ride the train to Kars. That's my goal. Վերջերս հիշեցնեմ, Ջոն Հեֆերնը նաև հայ-թուրք գործարարների մասնակցությամբ անցկացված ֆորումում էր ելույթ ունեցել ու նշել, որ Միացյալ Նահանգները խրախուսում է այսօրինակ միջոցառումների իրականացումը, քանի որ այն քաղաքական ուղերձ ունի եւ նպաստելու է Հայաստանի եւ Թուրքիայի միջև մերձեցման գործընթացին։ Վերջում դիվանագետը նշել էր, որ Միացյալ Նահանգները միշտ էլ կաջակցի, որ այս գործընթացը տեսանելի արդյունք տա։ We are the U.S. Embassy, the U.S. government. We do projects and we have partners all over Armenia. Միացյալ Նահանգների դեսպանությունը մենք տարբեր ծրագրեր ենք իրականացնում եւ աշխատում ենք Հայաստանի ամբողջ Հայաստանի հետ. We're very proud of what we've been able to do with the Armenian people in terms of economic development, health, and a number of areas, and we do have partners in Gyumri. Եվ մենք հպարտանում ենք այն ձեռքբերումներով, որ մենք ունեցել ենք աշխատելով Հայաստանի մեր գործընկերների հետ, տնտեսության, առողջապահության եւ այլ ոլորտներում, Գյումրում նաեւ նույնպես մենք ունենք իրականացվող ծրագրեր։ And so that's why I met with some of our partners, our local partners who are doing good social work and good health work here in Gyumri. Եվ այսօր առավոտյան իմ հանդիպումը մեր այն գործընկերների հետ էր, ովքեր այստեղ իրականացնում են սոցիալական առողջապահական ծրագրեր։ Ինչ պարզվեց տվյալ հանդիպումների ընթացքում սոցիալական, տնտեսական ինչպիսի զարգացման անհրաժեշտություն կա, ինչպիսի համագործակցություն կարող է սկսվել, որը կնպաստի այդ առումով Գյումրիի զարգացմանը։ So what were the findings during these meetings? What are the priorities? What are the needs for social and other projects in Gyumri in the near term? Jobs. Everybody that we talked to this morning talked about the need for jobs in this part of Armenia, and that with jobs and with economic development, the hospitals will be better, the housing will be better, everything would improve with better job growth in this region. Աշխատատեղեր այս հարցը այսօր կարևորում էին բոլոր նրանք, ում հետ հանդիպում ունեցանք, աշխատատեղերի ստեղծմամբ Երեք Արամի խաչմերուկ շարժման մասնակիցները ֆլեշմոբ էին կազմակերպել Պաշտպանություն Արամի 30 հասցեում գտնվող շենքի։ Երիտասարդ ակտիվիստները պահանջում էին չափամոնտաժել շենքը, քանի որ այն 19-րդ դարի կառույց է եւ հին Երևանի մասին հիշեցնող սակավաթիվ շենքերից։ Ինչպես գիտենք, նախատեսում են շենքը քանդել մոտ օրերս, եւ այսպիսով ցանկանում ենք եւս մեկ անգամ շեշտել մեր ոճը նման, որովհետեւ այս շենքը 19-րդ դարի շենք է, այսինքն մենք գտնում ենք, որ ինքը ունի պատմամշակութային արժեք եւ իրենից մեզ համար հուշարձան է ներկայացնում եւ սա մեր ոճն է եւ այս շենքի եւ նման շենքերի կառույցների քանդմանը։ Հիշեցնենք, որ կառավարության որոշումով շենքի տարածքը ճանաչվել է բացառիկ գերակա հանրային շահ եւ այդ տարածքում տրվել է կառուցապատման հնարավորության իրավունք։ Քաղաքապետարանից մեզ փոխանցեցին, որ այդտեղ նախատեսվում է կատարել փողոցի լայնացում։ Ամսի 24-ին մենք հանդիպում ենք ունեցել թաղապետի հետ Գանջումյանի, պարոն Գագիկ Գանջումյանի, իր հետ հանդիպել ենք եւ համաձայնության ենք եկել հանդիպման ընթացքում, որ շենքին տրվելու է 7-ից 10 օր ժամանակ, որպեսզի արդեն իսկ իրենց ունեցած նախագծի հեղինակը պարոն Ալեքսանյանը ժամանակ ունի 7-ից 10 օր, որպեսզի նոր նախագիծ առաջարկի, որի մեջ այնպեսին է լինելու, որ շենքը կպահպանվի։ Եվ հիմա մենք այս 7-ից 10 օր չենք ուզում մեր շենքը մենակ թողնել, ուզում ենք ամեն օր այցելել, ամեն օր իր հետ լինել։ Ֆլեշմոբի մասնակիցները, երիտասարդ ակտիվիստները եւ պարզապես անցորդները իրենց ցանկություններն էին գրում թղթերի վրա եւ փակցնում Արամի 30 հասցեում գտնվող շենքի պատերին, այն մասին, որ չեն ուզում, որ շենքը քանդվի։ Սա իմ տունն է, սա ես եմ, այդպիսի, այսինքն շենքի պահպանման ուղղված որևէ կոչ, բայց հիմնականում ոնց որ թե ես սիրում եմ այս շենքը կամ հերիք է քանդել շենքերը, այսինչ է do not destroy our history,
Նույնիսկ անգլերեն, նույնիսկ մի խումբ արտասահմանցիներ մոտեցան, հետաքրքրվեցին ինչը եւ ցանկացան մասնակցել։ Մտածում եմ, որ պետք չի որ քանդեն մեր քաղաքը ու կորցնում է գնալով դիմագիծը, այն ջերմությունը, որ առաջ ուներ, հիմա չկա։ Առաջվա շենքերը ռոմանտիզմն ու հոգևոր ջերմությունը շատ էր, հիմա ոչ մի բան չկա։ Լավ կլիներ, որ նա ընդհանրապես պատճառ չլիներ, որ այս ակցիան կազմակերպվեր։ Իսկ երկրորդ, քանի որ այսինքն դանակը արդեն կամաց ոսկորին է հասնում ու ստիպած կազմակերպում ենք, ասեմ, որ շատ դեմ եմ, որ այս շենքը քանդվի, քանի որ ինքը հանդիսանում է Երևանի, հին Երևանի դեմքը եւ շատ եթե ամեն մի շենք շարունակենք sense քանդելու, ապա մեր հին Երևանից ոչ մի բան չի մնա, իսկ հին Երևանը այս շենքը մնալու է ու ինքը պատմության մասին է խոսում, մեր հարստության մասին, մեր ժառանգությունն է ինքը ու իրան չի կարելի քանդել ինչ որ զուտ որոշ բիզնեսի նպատակներով։ Որտեվ իսկապես սիրուն է, մենք այլևս sense անկյուն չունենք Երևանում։ Սա քանդել նոր անկյուններ ստեղծելու համար հնի հաշվին չարժի, վերջին վերջո մենք քանդող ազգ չենք, մեզ պետք է կառուցել։ Մանկական ժանրն ըստ մշակույթի նախարարության գրքի եւ հրատարակչության կենտրոնի տնօրենի պաշտոնակատար գրող Էդուարդ Միլիտոնյանի ձևավորվել է Հովհաննես Թումանյանի եւ Ղազարո Սաղայանի ջանքերով, նրանց ստեղծագործություններով, հեքիաթների մշակումներով եւ թարգմանություններով դասագրքեր կազմելով։ 100 տարվա ընթացքում ստեղծվել են մեծ գործեր, սերնդափոխությունը կատարվել է համաչափ, սակայն այսօր կանգնած ենք լուրջ խնդրի առաջ։ Մեր փոքրիկ հարցումը վկայեց, որ պատանիներից ու երեխաներից շատերը չեն ճանաչում ժամանակակից մանկագիրներին, չեն ընթերցում նրանց ստեղծագործությունները եւ բավարարվում են միայն ծնողների գրադարանով, որը իհարկե շատ դեպքերում չի թարմացվում։ Ժամանակակից չէ։ Իսկ ում գրքերն ես հիմնականում ընթերցում, այս պահին ինչ ես ընթերցում։ Այս պահին ընթերցում եմ, Պուշկին, Բկվայ դամանց, Ֆիստրիլը։ Իսկ գրախանութից գիրք առնում եք։ Չէ, տուն ունենք։ Հին գրքեր, այսինքն նոր բաներ չեք առնում։ Չէ։ Ռաֆին եմ կարդում, շատ եմ սիրում Ռաֆին, Սամվելը, Խենթը եւ նաեւ ռուսերեն եմ կարդում։ Իսկ այդ տարիքիդ համապատասխան ասենք, մանկապատանեկան ժանրը հետաքրքրում է քեզ։ Այդքան չէ։ Չէ։ Այսինքն չկան Հայաստանում գրքեր կամ գրախանութներ չես գնում, չես գնում։ Չէ, մեր տանը կա։ Գիրք ես այդ գրքերն եմ ընթերցում։ Մեր օրյա գրողներին չեք ընթերցում։ Չէ։ Ես ժամանակակից եվրոպական գրականություն, Վերբերի, Զերկլը Կասանդրի կամ Ռայնա Զակազն եմ համացանցից եմ օգտվում։ Շատ կան, օրինակ ինքը շատ է սիրում, իմ տղան ինքն է ընտրում իր բոլոր գրքերը, մտնում է գրախանութներ։ Գունազարդ նույնիսկ ինքը այնպիսի մանկական ժուրնալներ առնում, ունեց նյութեր կա մեջը։ Կոնկրետ հայ գրականություն չէ, բայց ասենց արտասահմանյան հիմնական եվրոպական կավկասիական գրականությունից կարող եք օգտվել։ Իսկ սիրում եք ընթերցել, իսկ գրախանութում փնտրել եք։ Հա, կան շատ, բայց հայերեն չեն։ Ռուսերենով ես շատ ֆրամաններ եմ տեսել։ Հայ գրողների ընդհանրապես չեմ էլ հանդիպել գրախանութներում։ Չեմ նայել, բայց աչքից չէ։ Դե հիմնականում նախընտրություն կա։ Օրինակ կոնկրետ ես սիրում եմ դետեկտիվներ, ոմանք սիրում են լինի դրամա կամ ինչ-որ ֆանտազիա, սիրային պատմություններ կամ ճաշակի, եթե փնտրես կգտնես։ Մանկագիր Սուրեն Մուրադյանը նշում է, որ այսօր մանկագիրներին մատների վրա կարելի է հաշվել։ Նրանք, ովքեր իսկապես ակտիվ գործունեությամբ են զբաղվում, ընդամենը 5-ից 6-ն են, իսկ երիտասարդներին ժանրը կարծես չի էլ հետաքրքրում, քանի որ ոլորտն անտարբերության է մատնված։ Ուզում եմ ասել, այսպիսի անջրպետներ են ստեղծել եւ ամեն ինչ, այսպես կարծես երեխաների դեմ է, ամեն ինչ երեխաներ։ Վերջին 5-6 տարում շուրջ 30-ից 50 անուն մանկական գիրք է տպագրվել։ Պետությունը մանկական գրքերի հրատարակման համար մինչև նախանցյալ տարի տարեկան տրամադրում էր 15 միլիոն դրամ, այժմ 10-ից 11 միլիոն դրամ, սակայն գունազարդ գեղեցիկ գրքեր ստեղծելու համար այս գումարները բավարար չեն։ Որ երեխաների համար պիտի հրատարակվի շքեր, լավ գրքեր, իսկ նրանք պահանջում են հավելյալ գումարներ, որտեղ նկարազարդողին պետքա վճարես։ Եթե այսպեսի գիրք ես հրատարակում, նկարազարդում չկա, ուրեմն էժան է լինում, բայց որ նկարազարդում եղավ, արդեն թանկանում է, գունավոր տպագրությունը թանկ է։
Նրա համոզմամբ մանկական գրականություն ստեղծելու համար պետք է առաջին հերթին հոգեբան լինել։ Հասկանալ ինչ է պետք երեխային, ինչն է ուսուցողական, սակայն այսօր շուկան ողողել են անճաշակ գրքերով, ինչը վերահսկողության պակասն է։ Նաև ասեմ, որ մանկական գրքերը նաև բացի այն, որ տպաքանակը քիչ է, նաև թանկ են, շատ թանկ են գնահատվում, 1000 դրամից ավել։ Երեխաները ինչպես կարող են, ասենք, գնել այդ գրքերը, շատ բարձր է։ Կամ ասենք, եթե ուզում է թատրոն տանի, թատրոնի տոմսը 700-ից բարձր է։ Կարող է նա 4 երեխային միանգամից տանի, ասենք, տեխնիկային թատրոն կամ մյուս թատրոններ։ Մարզերի խնդրի մասին խոսելն ավելորդ է, 500 տպաքանակից այնտեղ գրեթե ոչինչ չի հասնում։ Վիճակը շտկելու համար մանկագիրն առաջարկում է ստեղծել մանկական հաղորդումներ, որոնք այսօր բացակայում են։ Վլադիմիր Արզումանյանը 2010 թվականին հաղթելով մանկական Եվրատեսիլում հնարավորություն տվեց Հայաստանին հյուրընկալելու 2011 թվականի մանկական Եվրատեսիլը։ Այն կանցկացվի մարզահամերգային համալիրում, որտեղ արդեն ընթանում են նախապատրաստական վերջին աշխատանքները։ Տեղադրված են բոլոր մեծ եւ հզոր չափի լեդերը, լույսերը, որոնք բերվել են տարբեր տեղերից, այսինքն արտասահմանից են դրանք ներմուծվել, ինչպես նաեւ պատրաստ է բեմի վերջնական էսքիզը, մնում է արդեն լույսերը վառեն եւ երկուշաբթի օրվանից հիմնական փորձերը ընթանան։ Արդեն ժամանել են Ուկրաինայի, Մակեդոնիայի, Լիտվայի, Լատվիայի, Բելարուսի եւ Նիդերլանդների մասնակիցները, մյուս մասնակիցները կժամանեն այսօր։ Վերջերս մամուլում լուրեր տարածվեցին, որ երգիչ Արամեի համերգի ժամանակ մարզահամերգային համալիրի դահլիճի ետնաբեմը փլվել է։ Հարցին արդյոք նման տհաճ անակնկալներ չեն լինի Եվրատեսիլի ժամանակ, Արտակ Վարդանյանը պատասխանեց։ Այս բեմը լրիվ նոր է, այսինքն սկսած ամենամանրուքից եւ վերջացրած ամեն ինչից, լրիվ նոր բեմ է եւ ես չեմ քննադատում մեր մասնագետներին, բայց այս բեմը լրիվ պատրաստել են շվեդ մասնագետները, այսինքն շատ ամուր բեմ է, այսինքն այստեղ կարող են հանգիստ 13 պատվիրակությունների չարաճճի երեխաները, որքան ուզում են թռվռան ու ինչ ուզում են թողանեն, բնականաբար ոչինչ չի լինի։ Բեմի դիզայնը Եվրոպական հեռարձակողների միության եւ հանրային հեռուստաընկերության համատեղ գաղափարն է։ Զուտ խորհրդանիշի առումով ուզում եմ ասել, որ բեմի միջնամասնում դուք տեսնում եք Արարատ լեռը պատկերող հենց այդ նշանը, որը Եվրատեսիլի խորհրդանիշն է, իսկ առջևի մասում կարող եք տեսնել Սևանա լիճը, որը կրկին շատ հետաքրքիր համաձուլում է լինելու եւ նորից եմ կրկնում այն լույսերը, այն ամեն ինչը, որը բերվել է Հայաստան եւ այդ ամեն ինչը, որ վառվի այդ օրը եւ արդեն եթերային տարբերակը տեսնենք, թե իսկապես ինչ շքեղ շոու է։ Հաղթողը որոշվելու է 50%-ով պրոֆեսիոնալ ժյուրիի, 50%-ով հեռուստադիտողների ձայներով։ Հայկական ժյուրիի անդամները 5-ն են, նրանց անունները կհրապարակվեն մրցույթից հետո։ Ըստ Եվրատեսիլի կանոնակարգի եզրափակիչ համերգը տեղի է ունենում 2 օր, Երևանում այն կլինի դեկտեմբերի 2-ին եւ 3-ին։ Նույն բանն են այստեղի հեռուստադիտողները տեսնում։ Դա ուղղակի հեռարձակողների միության համար է անհրաժեշտ եւ պետք եւ ամեն տարի արվում եւ նաեւ տվյալ երկրի հեռուստատեսության համար, որ ամեն ինչ պարզ լինի։ Եվ միսօր արդեն նույն համերգը արդեն վերջնական արդյունքով։